Սիրելի ժողովուրդ, այժմ ելույթ կունենա նա, ով 2020 թվականի պատերազմից հետո անցավ բազմաթիվ հայհոյանքների, անեծքների, լուտանքների միջով, ով դավաճանվեց բազմիցս, ում ամեն օր ով պատայի ինչի մեջ ասես մեղադրեց, բայց նա անհոգնել, համառորեն գնաց իր ճանապարհով եւ մեզ համար ապահովեց, մեզ համար ամենակարևոր բանը, մեր եւ մեր երեխաների համար ամենակարևոր բանը, խաղաղությունը։ Ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ։ Սիրելի արմավիրցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ այսօր էլ իմ աղոթքը, իմ ելույթը ուզում եմ սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 63 զրպարտողների պատիժը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Աստված, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից եւ անօրենություն գործողների բազմությունից։ Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար, որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց առանց երկյուղի։ Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել եւ ասացին Տերը դա չի տեսնի։ Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ եւ Աստված թող բարձր լինի։ Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց լեզուները տկարացան եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովեն։ Բոլոր վարդիկ վախեցան եւ պատմեցին Աստծո գործերը եւ հասու եղան նրա արածներին։ Արդարը պիտի ուրախանա Տիրոջով, հույսը դնելով նրա վրա, սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։ Շնորհակալ եմ։ Սիրելի արմավիրցիներ, իսկապես Դավիթ Խուդացյանը շատ պատկերավոր նկարագրեց Արմավիրի տեսարանը առաջ եւ հետո, հեղափոխությունից առաջ եւ հետո։ Նա պատմեց, թե ինչպիսին էր Արմավիրը հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո ամեն անգամ Արմավիր գալով ես տեսնում եմ բոլորովին նոր քաղաք, բոլորովին նոր մարզ եւ ես տեսնում եմ, որ Արմավիրը ծաղկում է, Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է։ Բայց ամենակարևորը ծաղկում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով այսօր ապրում է բոլորովին ուրիշ երկրում, ով այսօր ունի բոլորովին ուրիշ տրամադրություն։ Մենք անցել ենք բազում դժվարությունների, չարչարանքների եւ դժոխքի միջով, բայց մենք այսօր եկել հասել ենք մի կետի, որ տեսնում ենք ուրախ Հայաստան, ուրախ քաղաքացի, ուրախ երեխաներ, ուրախ մարդիկ եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով։ Այդ ուրախությունը ունի կոնկրետ պատճառներ։ Այդ պատճառներից մեկը
այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ մենք 2018-ին մեր տված խոստումը թալանվածը հատիկ առ հատիկ վերադարձնելու հետևողականորեն իրականացնում ենք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո հարկային մասով 66 միլիարդ լրացուցիչ դոլար է մուտք եղել պետական բյուջե, 66 միլիարդ, որ նախկինում հոսում էր Սերժի, Քոչարյանի, Գագոյի, Կալուգացի օլիգարխի եւ նրանց շրջապատի գրպանները։ Մենք կտրեցինք այդ հոսքերը նրանց գրպաններից եւ ուղղեցինք Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելուն եւ Հայաստանի Հանրապետությունը այո ծաղկում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այո ծաղկում է։ Մենք այսօր արդեն մի քանի կոպեկով սեփականաշնորհած Հայաստանի էլեկտրական ցանցերը վերցրել ենք Կալուգացի օլիգարխից եւ վերադարձրել ենք պետությանը, վերադարձրել ենք ժողովրդին եւ այդ գործընթացի արդյունքում պարզել ենք, որ ամենայն հայոց բարեգործի կարգավիճակը սեփականել փորձող այդ Կալուգացին մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող է դրել եւ գրպանել, մեր զորամասերի վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել, մեր պետական մարմինների ու քաղաքացիների վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել, եւ այդ մարդիկ ես նրանց խոստացել եմ, որ նրանք Հայաստանի Հանրապետության համը զգալու են դեռ շատ երկար եւ պետության համը նրանց բերանում դեռ երկար է մնալու։ Նրանք Գագոն, Սերժը, Ռոբերտը, Կալուգացի օլիգարխը, նրանք այսօր երազում են իշխանության հասնելու մասին, բայց ես ձեզ խոստանում եմ, որ նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին եւ չեն ունենալու այդ հնարավորությունը, Նրանք քաղցկեղ են, որ պարուրել էին տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի օրգանիզմը։ Դուք գիտեք, որ քաղցկեղի բուժումը շատ դժվար եւ շատ բարդ գործ է։ Վերջին 8 տարիներին մենք պայքարելով այդ բազմագլուխ մաֆիայի, բազմագլուխ պատերազմի կուսակցության դեմ հերթով եւ հետեւողական կտրել ենք հերթով նրանց գլուխները եւ ահա եկել է ժամանակը 3 գումարած 1 բուն ուռուցքը վիրահատական ճանապարհով հեռացնելու Հայաստանի օրգանիզմից եւ դա պիտի տեղի ունենա 2026 թվականի հունիսի 7-ին Գագոն, Սերժը, Սամոն, Ռոբերտը, նրանք բոլորը միասին պիտի չկարողանան հավաքել այնքան ձայն, որ այդ 3 կուսակցությունները, մեկը որ հորջոջվում է ուժեղ Հայաստան, մեկը որ հորջոջվում է Բարգավաճ Հայաստան, մեկը որ հորջոջվում է Հայաստան դաշինք, նրանք չպետք է հավաքեն այնքան ձայն, որ խորհրդարան մտնելու հնարավորություն ունենան 2026 թվականի հունիսի 7-ին նրանցից պետք է ետ վերցնենք
ամենակարևորը նրանք երեքն էլ իրենց քաղաքական ուժերի անվան մեջ դրել են Հայաստան անունը նրանք արժանի չեն Հայաստան անունը ունենալ իրենց անուններում եւ մենք 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստան անունը պետք է վերադարձնենք ապօրինի թալանված գույքի վրաման, որովհետև Հայաստանը ձեր անունն է, Հայաստանը մեր անունն է, նրանք որևէ կապ չունեն Հայաստանի եւ Հայաստան անվան հետ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառաքարին, վաղարշապատին, մեծամորին, Ֆերիկին, Արաքսին, Բաղրամյանին, Արմավիրին, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց շատ կարևոր է, որ մենք եւ դուք շատ հստակ ունենաք պատասխան, թե որ ես ասում եմ 6 միլիարդ 600 միլիոն վերադարձվել է եւ այլ ցուցանիշներ եմ ասում, ես էլի ցուցանիշներ կարող եմ ասել, այլ բնակավայրերում ելույթներում խոսել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին, որ 2018 թվականից 2025 թվականը, երբ որ այդ թվում կառավարությունը բաժնեմաս է ունեցել ԶՊՄԿ-ում, ուրեմն ԶՊՄԿ-ն 18-ից 25 թվականը 300 միլիարդ դրամով ավելի շատ փող է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարում։ Այսինքն մի 8 տարում, մեր 8 տարում 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել պետբյուջե, քան նախորդող 8 տարում։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Լոս Անջելեսում ֆինանսների նախկին նախարարի ապօրինի ձեռք բերած գույքը Հայաստանի Հանրապետության դատախազության հայտով վաճառվել է եւ գումարի 70%-ը հիմա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվելու գործընթացի մեջ է։ Գագոյի Փեսայի, Կարո Գուլոյանի ապօրինի ձեռք բերված գույքը, որ նրանք մտածում էին, թե հավիտյան վայելելու են, այժմ ոչ թե նրանց, այլ ձեր սեփականությունն է, եւ մենք ինչպես խոստացել ենք, ապօրինի գողացված գույքերը հատիկ առ հատիկ հետ ենք բերում, այսօրվա դրությամբ բացի իմ նշածներից 730 միլիոն դոլարի գույք է վերադարձվել 2018 թվականից մինչև օրս, բացի իմ նշածներից եւ ապօրինի գույքի վերադարձի գործընթացը գնալու է մինչև վերջ։ Շատ մարդիկ մեզ ասում են, թե միևնույն է 6.6 միլիարդն էլ քիչ, 7 միլիարդն էլ քիչ, պիտի վերադարձնեք, Ժորժ ջան, մենք վերադարձնում ենք, այստեղ ուրիշ երկու խնդիր կա։ Առաջին խնդիրը, մենք մեղավոր չենք, որ նրանք այնքան գողացել են, որ վերադարձնում ենք, հələ 20%-ն էլ չենք վերադարձնել։ Եվ երկրորդը ես էլի ասում եմ ամենայն լրջությամբ, 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ Հայաստանի վարչապետ, 2018 թվականի մայիսի 9-ից ես պատկերավոր ասած եւ մեր քաղաքական թիմը մենք կռիվ ենք տալիս ոչ թե 3, այլ 23 գլխանի մաֆիայի հետ։ Եվ էլի ասում եմ, մենք հետևողական
ձեր աջակցությամբ, ձեզ հետ միասին այդ 23 գլխանի մաֆիայի, այդ 23 գլխանի հրեշի գլուխները հերթով կտրել, եկել, հասել են կեսկետին, որտեղ մնացել են վերջին 3 գլուխները, որ մենք իրար հետ պետք է կտրենք 2026 թվականի հունիսի 7-ին։ Բայց ես նաև ուզում եմ իմանաք, հստակ իմանաք, թե այդ գումարները հարց կարածակի, ինչ են եղել այդ գումարները, մենք ինչ ենք արել այդ գումարները։ Ես ուզում եմ բերել միայն մի թիվ։ Դուք գիտեք, որ մենք 2026 թվականի հունվարի 1-ից ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։ Եվ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, մինչև այս մայիսի 1-ը, մենք առողջության ապահովագրության համակարգով, խնդրում եմ ուշադիր եղեք, 41 միլիարդ 428 միլիոն դրամի ծառայություններ ենք մատուցել միայն 65 պլյուս տարիքի մեր թոշակառուների Եվ ամենակարևորը, այսօր երկրում ամեն օր և ամեն ժամ իրավիճակ է փոխվում, ամեն օր և ամեն ժամ, և երկրում ծավալվում է 2018 թվականի ժողովրդական ողջ բռնի թավշյա հեղափոխությունից շատ ավելի կարևոր մի պատմաքաղաքական հեղափոխության ալիք, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել և հաղթահարում է մաքարման և գոյատևման օրակարգը, մաքարման և գոյատևման իրավիճակը և դուրս է գալիս զարգացման, ազատության, բարեկեցության և երջանկության մի հարթություն։ Եվ այսօր դուք ավելի ու ավելի շատ մարդկանց եք տեսնելու, ովքեր ասելու են, որ իրենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալու են ընտրական տեղամաս և տեր են կանգնելու խաղաղությանը։ Բայց շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ այս որոշումը ուրիշի կայացնելիք որոշումը չէ, որ այս որոշումը իրենից դուրս որոշում չէ։ Շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը արձանագրի և ընկալի, որ այս պատմաքաղաքական խաչմերուկի հետագա ընթացքը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, 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 ելով այդ մեկ մարդը, ելով այդ մեկ մարդը, ելով այդ մեկ մարդեն հետևի շարքերում այդ մեկ մարդկանցից չկա մարդ, և այս մեկ մարդկանց ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, և ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, արմավիրին, մեծամորին, փարաքարին, արաքսին, Ֆերիկին, Բաղրամյանին, Վաղարշապատին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին,
Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։